Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում գտնվող Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն հայ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները եւ տարբեր միջազգային հարթակներում գործընկերության հարցեր։ Մեր կողմից նաեւ առաջարկ եղավ բարձրացնել մեր համագործակցության աստիճանը մինչև ռազմավարական գործընկերության համագործակցության եւ Տիկին Դիմիտրիան իր կողմից դրական արձագանքեց այս առաջարկին։ Խորհրդանական համագործակցությունը բացում է դարպասներ, դռներ եւ հնարավորություն է տալի երկրներին ռազմավարական համագործակցության, այդ իսկ պատճառով մենք մասնակցում ենք տարբեր միջազգային հարթակներում միասին խորհրդանական ձևաչափով։ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ սա իր համար շատ կարևոր օր է, քանի որ հյուրընկալում է մի գործչի, որը Հայաստանի ամենավառ բարեկամներից է միջազգային հարթակներում։ Այն հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, այսինքն մենք երկու անգամ ավել ենք ներկայացված եւ ինչի համար եւ ես Տիկին Դիմիտրիին եւ մեր բարեկամ Կիպրոսի շատ շնորհակալ եմ։ Հայաստանի Հանրապետությունը Կիպրոսի ժողովրդի կողքին է, մշտապես աջակցել է, վստահեցրել է Ալեն Սիմոնյանը։ Տիկին Դիմիտրիուի խոսքով երկու պետությունները պաշտպանում են նույն սկզբունքները, նույն իրավունքի արդարության համար են պայքարում տարիներ շարունակ։ Հայաստանը մեր սրտում է, ընդգծել է նա։ Տիկին Դիմիտրիին ես տեղեկացրեցի նաեւ մեր այն իրավիճակի մասին, որը որ այսօր կա կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ եւ վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը իր ներդրումը կունենա, ինչպես անցյալում ունեցել եւ իստես մշտապես աջակցել է այդ քննին։ Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների նախագահները քննարկել են նաեւ հայ ռազմագերիների անհետ կորածների խնդիրը, որի շուրջ երկու կողմում կա լիակատար փոխըմբռնում։ Անիտա Դիմիտրիուն ընդգծեց, որ այդ չափազանց զգայուն հարցի վերաբերյալ Կիպրոսի դիրքորոշումը նույնն է, ինչ Հայաստանինը։ Հուսում եմ, այն ինչ որ տեղի ունենում իր հանգուցալուծումը նոր ժամանակներում կգտնի, կարծում եմ անընդունելի է 2025 թվականին մենք քննարկենք նմանատիպ դրսևորումներ։ Ունեցել են հակամարտությունների շուրջ քննարկումներ։ Կիպրոսը կաջակցի եւ կսատարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Մենք սատարում ենք յուրաքանչյուր կերպով խաղաղության պայմանագիրը երկրների միջև դիվանագիտության շրջանակներում։ Ուզում վստահեցնել ձեզ, տեսել եմ շատ փորձեր, ջանքեր, որոնք այդ ուղղությամբ արձանագրվում են, բայց հույսով եմ, որ ինչ ստորագրվի, պետք է նաեւ եւ կյանքի կոչվի։ Հայաստան-Կիպրոս խորհրդարանական հարաբերությունների խորացումը միտված է ոչ միայն երկկողմ համագործակցության ամրապնդմանը, այլև համընդհանուր արժեքների պաշտպանությանն ու տարածմանը միջազգային հարթակներում։ Այս այցը եւս մեկ անգամ հաստատեց, որ երկու երկրները շարունակում են քայլել համատեղ ընդհանուր նպատակներով խաղաղության հաստատում, իրավունքների պաշտպանություն եւ արդարության վերականգնում։ Աննա Հարությունյան, Renews Armenia։